Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով եւ որպես խափանան միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Ծառուկյանին այսօր Զվարթնոց օդանավակայանից չեն թողել մեկնի երկրից։ Դեպքի առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, նշելով, որ Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ նախապես պլանավորված 2-ից 3 օրյա այց է ունեցել խիստ անձնական եւ ընտանեկան նպատակներով։ Տոնոյանի փոխանցմամբ, երբ օդանավակայանի անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին հայտնել են, որ անհրաժեշտ է ինչ-որ բան ճշտել, նա պատասխանել է, որ ճշտման կարիք չկա, եւ եթե դա պետք է այլ մեկնաբանությունների տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից եւ վերադառնում է տուն։ Սիրելի հայրենակիցներ, իմացեք, որ ձեր հետաքրքրությունը մեր համար առաջնային է։ Ուժեղ Հայաստան դաշինքը դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով վերահաշվարկ իրականացնելու պահանջով։ Այս մասին 24 News-ի մեր գործընկերներին հայտնել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանն էլ հայտնել է, որ եթե ԲՀԿ-ի ձայների վերահաշվարկը արդյունք չտա, իրենք հանդես կգան հայտարարությամբ։ Նա հիշեցրել է, որ հիմա ձայների վերահաշվարկ է արվում, որի արդյունքում պարզ կդառնա ԲՀԿ-ն մտնում է ԱԺ թե ոչ, եւ պարզ կլինի ազգային ժողովը կունենա գործիքակազմ դեմ կանգնելու կարևոր նախագծերին թե ոչ։ Իշխանության փոփոխության համար երկու տարբերակ կա։ Մեկը ընտրությունն է, մեկը փողոցային պայքարը։ Փողոցային սահմանադրական ճանապարհով պայքարը։ Փողոցային պայքարի արդյունքում պետք է ազգային ժողովի падգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին։ Այդտեղ մի հարց է։ Այսօր պատմականորեն ընդամենը 8 падգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, եթե փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը։ Իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց Հայաստանին 5 տարվա ընթացքում մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ։ Հայաստան դաշինքը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան, վիճարկելու ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտարարել է իշխան Սաղաթելյանը հրավիրված արտահերթ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով մանդատներ վերցնելու հարցով որոշումը պետք է լինի ընդդիմության միասնական դիրքորոշումը եւ կկայացվի մի շարք հարցերի պատասխաններ ստանալուց հետո։ Սաղաթելյանը նշել է, որ իրենց որոշումը բխելու է պայքարի շարունակության շահերից, իսկ որպես հնարավոր խախտման օրինակ ներկայացրել է 27/26 ընտրատեղամասը, որտեղ ըստ նրա Հայաստան դաշինքը ստացել է 112 ձայն, մինչդեռ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներում նշված է 8 ձայն։ Նիկոլ Փաշինյանը մեկամսյա դադարից հետո կառավարության անդամների հետ առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել, նախանշելով առաջիկա անելիքները։ Փաշինյանը հայտարարել է Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, ընդգծելով, որ մինչ այդ քաղաքում անհապաղ պետք է սկսել գործնական քայլերը։ Նա պատրաստվում է շրջանցել տեղական ինքնակառավարման մարմիններին եւ սկսել ճանապարհաշինական աշխատանքներ։ Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել այն ինչ նախընտրական շրջանում խոսել եմ կապված Երևանի եւ Գյումրիի հետ։ Ես անկեղծ ասեմ, այն ինչ տեսա Գյումրիի թաղամասերում, ճիշտն ասած ինձ համար անսպասելի էր եւ նաեւ ինչ որտեղ տենց շոկային ազդեցություն ես չի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես 58 թաղամասում կարող են լինել այդպիսի վիճակում գտնվող բակեր, փողոցներ, որը խայտառակ տեսարաններ է։ Մենք պետք է գտնենք ձևերը, որ եթե անհրաժեշտ է, իհարկե ես ասել եմ, որ կարծում եմ, որ Գյումրիին պետք է մենք հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ, բայց միջև էլ թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին, մենք պետք է այնտեղ արագ գործողություններ իրականացնենք այսօրվանից սկսած։ Քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո ձերբակալված եւ արդեն 22 օր հացադուլի մեջ գտնվող արցախցի Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից։ Փաստաբան Դավիթ Հարությունյանը նշել է, որ Արթուրը զգալի քաշ է կորցրել, վիճակը վատ է։ Փաստաբանի փոխանցմամբ Օսիպյանը բժշկական հետազոտությունից հրաժարվել էր որպես բողոքի նշան։ Քրեկատարողական բժշկական կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը հաստատել է, որ Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից, սակայն տեղեկություններ չի հայտնել նրա առողջական վիճակի մասին, պատճառաբանելով, որ բժշկական գաղտնիք է։
Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում, ասել է գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասերյանը, մեկնաբանելով ընտրատեղամասը փակվելուց հետո մինչև ուշ գիշեր զինծառայողների ընտրություն կատարելու հանգամանքը։ Մեր զինծառայողները ընտրատեղամասի տարածքում եղել են սահմանված ժամին, այսինքն ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել, նշել է նա։ Ըստ Ասերյանի հարցերը պետք է տալ ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուսներին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը արձագանքել է այն հարցին, թե Վլադիմիր Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Մեկնաբանելով իրավիճակը Պեսկովը նշել է, որ գործընթացում դեռևս կան շատ անորոշ կետեր։ Նրա խոսքով իրենք տեսել են տեղի ունեցած խախտումների մասին բազմաթիվ հաղորդագրություններ, ուստի այս փուլում նա խնդրում են սպասել ընտրությունների վերջնական պաշտոնական տվյալների հրապարակմանը։ Наряду с глобальными изменениями и общими негативными... Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ազդեցության աճը Կովկասյան տարածաշրջանի երկրների վրա կուժեղացնի լարվածությունը, հայտարարել է ՀԱՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Ըստ նրա, Կովկասյան տարածաշրջանում կոնֆլիկտային ներուժի մակարդակը նախկինի պես բարձր է մնում։ Կազմակերպության պատասխանատվության գոտում գոյություն ունեցողներից բացի հայտ են գալիս նոր մարտահրավերներ եւ սպառնալիքներ, նշել է նա։ Սեմերիկովի խոսքով հատկապես լարված իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ-ի արևմտյան սահմանների մոտ։ Հիմնական սպառնալիքը գալիս է այսպես կոչված քաղաքակիրթ Եվրոպայի երկրներից, որոնք ընկել են ռևանշիստական ռազմատենչ կատաղության մեջ։ Ռազմական ծախսերի աճի կայուն միտում կա, ասել է նա։ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը հայտնել է, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքմենստանը կարող են բախվել միգրացիոն ճգնաժամի Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով։ Կառույցի ղեկավար Եվգենի Սիսոևը հայտարարել է, որ դրա համար նախադրյալներ արդեն ստեղծվում են։ Խոսքը էներգակիրների եւ հանքային պարտանյութերի համաշխարհային մատակարարումների արգելափակման, քրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածների եւ այլ վտանգների մասին է։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան խիստ քննադատել է Ուկրաինային ու նրա արևմտյան հովանավորներին ՄԱԿ-ից պահանջելով դատապարտել Սանրոբերսկում եւ Յանակիևոյում խաղաղ բնակիչների դեմ Կիևի հանցագործությունները։ Նա մերժել է Վլադիմիր Զելենսկիի Վլադիմիր Պուտինին ուղղված բաց դամակը, այն անվանելով քարոզչական եւ մեգաֆոնային դիվանագիտություն։ Նեբենզյան արևմուտքին մեղադրել է կրկնակի ստանդարտների համար, հիշատակելով Ռումինիայում ԱՏՍ-ի միջադեպը եւ պնդել, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 2022-ի ապրիլին անձամբ հետապարել Ստամբուլի խաղաղության համաձայնագրերի ստորագրումը։ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Արչի Յանգը հակադարձել է ողջունելով Զելենսկիի խաղաղության կոչը եւ Պուտինին հորդորելով ներգրավել բանակցություններում։ Նա հերքել է, որ Լոնդոնը բանակցությունները խոչընդոտում է, շեշտելով, որ Ուկրաինան ինքնիշխան երկիր է եւ որոշումներն ինքնուրույն է կայացնում։ Ի պատասխան Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալը Լոնդոնին մեղադրել է պատասխանատվությունից խուսափելու համար, մեջբերելով ասացվածքն այն մասին, որ հարևանների կռվի հետևում միշտ անգլիացի է կանգնած։ We also wake up to the news of drones violating European airspace. Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջարկվող 21-րդ փաթեթը եւ հաստատել, որ պաշտոնապես կսկսեն միության անդամակցելու շուրջ բանակցությունները Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ։ Ֆոն դեր Լեյենի խոսքով նոր փաթեթը թիրախավորում է ամենամեծ ազդեցություն ունեցող ոլորտները՝ էներգետիկան, ֆինանսական ծառայությունները, կրիպտոարժույթը եւ առևտուրը։ Բացի այդ, պատժամիջոցների պատմության մեջ առաջին անգամ սահմանափակումներ են մտցնում ձգտորսության ոլորտում։ Արգելվում է Ռուսաստանի նախկին զինվորականների մուտքը Եվրոպական միության տարածք։ Լրատվամիջոցների տվյալով նոր սահմանափակումները տարածվում են եւս 90 բանկի վրա, ինչի արդյունքում պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ֆինանսական կառույցների ընդհանուր թիվը անցել է 100-ից, ներառելով երկրի միջազգային վարկատուների ավելի քան կեսը։ Եվրահանձնաժողովի նախագահը Մոսկվային է մեղադրել նաեւ 2 շաբաթ առաջ Ռումինիայում տեղի ունեցած անօթաչու թռչող սարքի միջադեպի եւ Ռումինիայի Կոստանցա նավահանգստում պայթյունի համար։ Դոնալդ Թրամփի եւ Բենյամին Նեթանյահուի երբեմնի սերտ հարաբերություններն այժմ լուրջ շաքեր են տվել։ Նյու Յորքում Իսրայելի նախկին գլխավոր հյուպատոս Ալոն Պինկասը CNN-ի եթերում հայտարարել է նրանց միջև արկա լիակատար անջրպետի մասին։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում Թրամփի հրապարակային կոշտ հայտարարությունները փաստում են այդ քաղաքական սառնության մասին։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին Նեթանյահուն Լիբանանի դեմ ռազմական գործողություններից դուրս գալու որևէ հստակ ռազմավարություն չունի։ Այս հակամարտությունը վերածվել է վարչապետի նախընտրական քարոզարշավի բաժանելի եւ շահավետ մասի։ Իշխանությունը պահպանելու միակ հնարավորությունը Նեթանյահուն տեսնում է երկիրը մշտական պատերազմի վիճակում պահելու մեջ։